Ադրբեջանն ակնկալում է, որ թրիփ նախագիծ նոր առաջ կյանքի կկոչվի, այսօր հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Երեկ նախագահ Ալիևը հայտարարեց Հայաստան բեռների տարանցման արգելքը վերացնելու մասին։ Հայաստանն արդեն կոնկրետ օգուտներ է տեսնում եւ զգում, եւ սրանք միայն սկզբնական օգուտներն են, պնդել է ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը, հավելելով, հաշվի առնելով Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջևանի միջև անխոչնդոտ կապի, ինչպես նաեւ միջին միջանցքի մի մասի բացման առավելությունները, այն մարդիկ, որոնք Հայաստանում են զբաղվում այս նախագծերով, դրանք առաջնահերթություն կհամարեն, նշել է Բայրամովը։ Զանգեզուրի միջանցքը եւ Բաքու-Թբիլիսի Կարս երկաթուղին փոխլրացնող կլինեն, այսօր հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի փոխնախարար Օսման Բոյրազը։ Թուրք պաշտոնյայի հայտարարությունը հնչել է Թբիլիսիում ընթացող Մետաքսի ուղի համաժողովի ընթացքում, որի աշխատանքներին մասնակցում է նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բոյրազի խոսքով 224 կիլոմետր երկարություն ունեցող Կարս-Իգդիր Արելեղ-Դիլուջու երկաթուղին, որի հիմնարկեքը կայացել է օգոստոսին, դառնալու է Զանգեզուրի միջանցքի կարևոր հատվածներից մեկը։ Ադրբեջանում նախորդին մեկնարկել են այդ երկրի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների համատեղ զորավարժությունները, որոնց մասնակցում են երկու պետությունների զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Անկոտրում գործընկերություն 2025 անվանումը կրող զորավարժություններին հատուկ ջոկատայիններից բացի ներգրավված են մի քանի միավոր զրահատեխնիկա, ռազմական ավիացիա եւ անօդաչու թռչող սարքեր։ Ռուսաստանում կայացել են ռազմավարական միջուկային ուժերի զորավարժությունները, որոնց մեկնարկին նվիրված խորհրդակցությանը մասնակցել է նաև նախագահ Վլադիմիր Պուտինը։ Վարժանքների ընթացքում ստուգվել են ռազմական կառավարման մարմինների պատրաստության աստիճանը, օպերատիվ կազմի ենթակազորքերի կառավարման գործնական կարողությունները։ Զորախաղերը հասել են իրենց նպատակին, նշված է Կրեմլի տարածած հաղորդագրությունում։ Ռուսաստանն անցած գիշեր հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք խոշոր քաղաքներին, այդ թվում մայրաքաղաք Կիևին։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայության տեղեկություններով այդ հարվածի հետևանքով 25 մարդ է տուժել։ 1 մարդ զոհվել է, եւս 7-ը վիրավորվել Խարկովի մանկապարտեզներից մեկին հասցված հարվածի հետևանքով։ Ուկրաինան եւս անցած գիշեր հարվածներ է հասցրել Ռուսաստանի տարածքին։ Ուկրաինական անօդաչու սարքերի թիրախում են հայտնվել Մորդովիայի մայրաքաղաք Սարանսկում գտնվող հականների արտադրությամբ զբաղվող մեխանիկական գործարանը։ Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում թիրախավորվել է տեղի նավթամշակման գործարանը, որը վառելիք է մատակարարում Կասպիական նավատորմին։ Եվրախորհրդարանն այսօր հրապարակել է Սախարովի անվան մարդու իրավունքների մրցանակի 2025 թվականի դափնեկիրների անունները։ Դրանք են Բելարուս լրագրող Անջեյ Պոչոբուտը եւ վրաց լրագրողուհի Մզիա Ամագլոբելին։ Երկուսն էլ այս պահին ճաղերի հետևում են համապատասխանաբար բելարուսական եւ վրացական բանտերում։